Վացլավ Հավելի մարդու իրավունքների այս տարվա մրցանակի թեկնածուների շարքում կլինի նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունը։ Այս պարգևին արժանանալու համար նրան առաջադրել են աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ, համոզմամբ, որ մարդու իրավունքների պաշտպանության իր կռվում Վարդանյանն այսօր էլ զենքերը վար չի դրել, գտնվելով Բաքվի բանտում։ Նրա պայքարը շարունակվում է թեկուզ անազատության մեջ ու լրջագույն սահմանափակումների ներքո, բայց աշխարհի աչքի առաջ եւ հանուն նույն մարդկանց։ Հակառակ որ ինքը ուղղակի մարդու իրավունքներու ոլորտի մեջ ամիջական չի աշխատած, բայց անուղղակիորեն շատ ավելի օգուտ բերած է այդ ոլորտին, քան այդ ոլորտի մեջ աշխատողները։ Առաջադրող խմբի անդամներից գրող Վահան Զանոյանն այստեղ շեշտադրում է Ռուբեն Վարդանյանի համահիմնադրմամբ ստեղծված Ավրորա մարդասիրական նախաձեռնությունը, որի համանուն մրցանակը հնարավորություն է տվել դափնեկիրներին շարունակել իրենց իրավապաշտպան գործունեությունը եւ հազարավոր կյանքեր փրկել աշխարհի տարբեր երկրներում ու մայրցամաքներում։ Իդեպ Վարդանյանին Վացլավ Հավելի մրցանակին առաջադրող մյուս 4 գործիչները հենց Ավրորա մրցանակի հաղթողներն են՝ բուրունդիացի իրավապաշտպան Մարգարիտ Բարանկիցեն, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան, Կոնգոյի կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման կազմակերպության համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն եւ իրաքցի եզդի ակտիվիստ Միրզա Դինային։ Ամեն մեկ բան, որ արած է իմ ջացած Ռուբեն Վարդանյանը, այդ ամեն մեկ գործը, ամեն մեկ նախասարքություն, որ արած է, յետին գա մարդասիրական եւ մարդու իրավունքներու պաշտպանի դրդաբաժար։ Ռուբեն Վարդանյանի համար մարդու իրավունքների արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է։ Այդ պատճառով նրան ճանաչող բոլոր մարդկանց համար ավելի քան հասկանալի էր ծանր վիճակում հայտնված Արցախի հայրենակիցների կողքին գտնվելու նրա որոշումը։ Ես մոդեն զանոթ եմ իր Արցախ գնալու դրդաբաժարների մասին, լրիվ այդ մասին էր, որ Արցախի ժողովուրդը նախ հայերը պետք չի հայաթափվին, բայց իրենց ուրեմն չի հայաթափվելու համար պետք է գնանք մենք, ես Երևան նստած չենք կներ այդ մասին քարոզել իրենց, պետք է գնանք նախ օրինակով, երկրորդ հնարավորությունները ստեղծելով, որ իրենք կրնան այնտեղ արժանապատիվ կյանք ունենան։ Վացլավ Հավելի մարդու իրավունքների մրցանակն առ այս պահը ստացել է 12 իրավապաշտպան, գուցե ճակատագրի հեգնանքով նրանցից 9 գործունեության ինչ-որ փուլում հայտնվել են ճաղերից այն կողմ եւ միայն այն պատճառով, որ փորձել են պաշտպանել այլոց իրավունքները, վերականգնել ոտնահարված արդարությունը, այնպես ինչպես հենց Ռուբեն Վարդանյանը։ Իր բանդարգությունը 100% քաղաքական երևույթ է, ոչ թե քրեական երևույթ է։ Եվ այդ քաղաքական երևույթը փոխելը աստեսակ բաներով թերևս դժվար է, բայց աչքի նշանակը որ մենք պետք է փորձենք աշխարհի ուշադրության հանձնել աստեսակ մարդու բարեսիրական մարդու իրավունքներու չադակովի ուղղությամբ եղած աշխատանքները։ Ամենակարևորը թերևս այդ մրցանակին ճանաչումն է։ Ու երբ թվում է, թե ճաղերը կարող են սահման դառնալ մարդու ազատության համար, պատմությունը նորից հիշեցնում է՝ ամենաազատ մարդիկ երբեմն այո նաև բանտերում են հայտնվում, որովհետև կան արժեքներ, որոնցից հրաժարվելն ավելի ծանր է, քան ազատությունը կորցնելը, իսկ նման անունները ժամանակի ընթացքում դառնում են ոչ միայն մեկ ժողովրդի, այլև մարդկային խղճի հիշողություն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։